Հարկնժդեհին։ Ինչպես տեսնում եք, պատերազմը շարունակվում է։ Պարտադիր չի այն կրակոցներով կամ հրետանու կամ, չգիտեմ, ինքնաթիռների, աթսների միջամտությամբ լինի։ Պատերազմը շարունակվում է մեր ներսում։ Թշնամին, որ բուն է դրել մեր պետության ղեկին, նա պետությունը ներսից քանդում է։ Եվ ոչ միայն քանդում է տնտեսապես, բարոյապես, ոչ թե միայն քանդում է մեր արժանապատվությունը, ֆիզիկապես։ Ես նախորդ իմ եթերներում Երևանի ծառահատման անդրադարձել եմ։ Ուղղակի ասելով անցել եմ։ Բայց հիմա ես ձեզ ասեմ, եթե թույլ տաք շարունակեն այս բարբարոսությունը, որ իրենք ասում են սանիտարական էդ, հավատացեք, Երևանը դառնալու է Չեռնոբիլ։ Այնտեղ ապրելը անիմաստ է լինելու, վտանգավոր։ Իսկ մեր ամեն ինչը կենտրոնացված է Երևանում։ Մեր տնտեսությունը, մեր կառավարումը, մեր հարստությունը, մարդկային ռեսուրսը կեսից ավելին արդեն Երևանում է։ Պատկերացնում եք սա ինչ է նշանակում։ Նշանակում պայթեցնել Հայաստանը։ Սանիտարական էդման ժամանակ մասսայական ծառայություն չի լինում։ Այսպես միանգամից բոլորը չեն կտրում, բերում ինչ-որ նոր ծառեր դնում, որոնց 100 հատը մեկ, ասենք 20-30 տարվա ծառի չափ թթվածին չի կարող արտադրել։ Սանիտարական էդը կատարվում է թույլատրելի սահմաններում, շատ փոքր տոկոսներով։ Երկար տարիների պրոցես է դա, ոչ թե միանգամից դնում կտրում են։ Սա պատերազմ է, հայտարարված պատերազմ։ Երևանը մեկ տարվա մեջ կարող են իրենք աղետի գոտու վերածել։ Իսկ Հայաստանի կեսից ավելի ջնջել միանգամից առանց կրակոցի։ Եվ սրա համար հատուկ միջոցառումներ պետք չի, սիրելի անություն։ Երբ որ դու տեսնում ես, որ մեկը ծառ է կտրում այսպես, կտրելով գնում է, պետք է գնաս սերից բռնես։ Դա նույնն է, որ դու փողոցում կանգնես լես, մեկը գա, թույթը բերանդ բռնի, ու դու չդիմադրես։ Կանգնես նայես։ Եթե դու տեսնում ես ծառը կտրում են ու դու ուղղակի անտարբեր անցնում ես կամ ուղղակի կանգնած նայում ես, հավատա նրանք քեզ շնչահեղձ են անում։ Դու այդ բան չես զգա, բայց ամիսներ հետո դա կզգաս դու։ Եվ կմտածես ոնց Երևանից փախնես։ Եվ ամեն ինչ սկսես զրոյից չգիտեմ եսին որտեղ։ Իսկ Երևանը դա մեր պետության կորիզն է։ Մեր պետության կեսից ավելին է։ Բոլոր առումներով, կառավարման առումով, տնտեսության առումով, հասկանում եք, կրթության առումով, ռազմական առումով, բոլոր առումներով։ Հայաստան ասելու շատ մարդիկ Երևան են ասում, որ արտասահմանից մարդը գնում է Հայաստան, չեն ասում գնում ես Հայաստան, ասում է գնում ես Երևան, անգամ այդպես են Երևանին վերաբերվում, իբր որպես Հայաստան են վերաբերվում։ Էլ եմ ասում, այստեղ պետք չի որ հույս դնել, որ ամերիկացին պետք է քեզ օգնի, այս բանակ չի, որ մի գիշերվա մեջ 100 հատ ինքնաթիռ բերեն, նվիրեն, ասեն առ կռվի։ Սա աղետ է։ Եթե ծառը կդրեցին, նորմալ առողջ 20-30 տարեկան ծառը եթե կդրեցին, որը կարա եւս 10-15 տարի ծառայի, մինչեւ կողքինը հանեն 5%, 10% քանակի, մինչեւ նա էլ հասնի այդ մասշտաբի թթվածին արտադրող նոր են մյուսը կդրեն, ոչ թե մասսայական կոտորած անեն։ Եթե այսպես շարունակվի, որից մեկը չի կարող ձեզ օգնել։ Չեն կարող իրենց անտառներից, ասենք 20 տարեկան հաստաբուն ծառ բերեն դրեն Երևանում, որ դու շնչես։ Դա չի լինում։ Այստեղ դու խնդիր ունես։ Ինչպես տրանսպորտի դեմ էիր պայքարում, նույն կերպ տեսնում ես ծառ են կտրում։ Գնա ձերքից գործ կվերցրա, գլուխը ջարդին, թույլ մի տուր։ Սա Ալիևի հանձնարարությունն է։ Առանց չափազանցության։ Ես գրեթե համոզված եմ, որովհետև պատերազմը շարունակվում է այս մեթոդներով։ Հիմա դուք տեսեք, մի սպասեք, որ ինչ-որ մեկը վերքենա տեղից հատուկ միտինգ կազմակերպի, ձեզ էլ հավաքի տանին դեպ։ Չէ, ձեր բակում, ձեր փողոցում անցնում եք, տեսնում եք, ձեր թթվածինը փակում են, արգելեք։ Արգելեք առանց քաշվելու։ Արգելեք։ Իսկ ոստիկան հասկանում ես, որ այդ թթվածինից դու ես շնչում։ Սրանք որ կդրեցին ծառերը, փախնելու են, բոլորն իրենց արդեն ապահովել են արտասահմանում, ամեն ինչ ունեն։ Բոլորը անխտիր այն կարգի տարան, որ իսկապես Ռոբերտն ու Սերժիկը կերազեին, որ 20 տարվա մեջ չկարողացան տանել։ Սրանց Ալիևն ասել է հնարավորինս երկիրը լուծարեք։ Կերեք ինչ ուզում եք, ոնց ուզում եք։ Վնասեք, եթե մի բանը չեք հասցնում ուտեք, վնասեք։ Որ ասում ոչինչ ոչ քեզ։
Այստեղ դու պետք է կոնկրետ ինքնակազմակերպես։ Քեզ տեսնեմ, հայ մարդ, չհապաղես,